Այդ տղան շատ կռվարար, անպետք վատ տղա է, վիլկը մտցրե երկու անգամ վիլկը մտցրե փորը խառը։ Արամուսի գազարը սպանությունների պատճառ է դարձել։ Կողքի բնակվող հարևաններն ըստ տեղեկությունների տարիներ շարունակ վիճել են գազար լվանալու պատճառով։ Գազարային լվացը ցեխը գնացել է, մեքենայա լվում է, ցեխն էթում է։ Ինչ անի, որտեղ այդ խեղճ տղեն տանի լվա։ Հոկտեմբերի 12-ի հերթական վեճը եղավ ճակատագրական։ Առավոտները իր հետ վիճել են, գնացել է գազարը բրհանի, գնացել այդտեղ մարդու կնկանը խփել։ Գյուղացիները պատմում են, սպանության մեջ մեղադրվողը նախ իրեն պատկանող որսորդական հրացանով կրակել է հարևանի գլխին, ապա դաժանաբար սպանել նրա կնոջը։ Հետևից է խփե հրացանով։ Չեմ անում կնոջ որ մասին է կրակե, բայց գիտեմ, որ հիմա ահաց է, տեսելա, որ ուզում է հելնի փախնի, վիլկը մտցրե երկու անգամ վիլկը մտցրե փորը խառը։ Արամուսում ամուսիններին կյանքից զրկելուց հետո սպանության մեջ մեղադրվողը Զովաշեն գյուղի դաշտամիջյան հատվածում կրակելով սպանել է ևս 2 հոգու, որից հետո վնասազերծվել ու ձերբակալվել։ Այդ տղան շատ կռվարար, անպետք վատ տղա էր։ Ինքը ամեն առիթ բաց չէր թողնում, որ մեկի հետ վեճ կատարեր, մի բան աներ։ Բաց չէր թողում ոչ մի առիթ։ Մենակ ինձ հետ չէր, բոլորի հետ։ Մեր այցելության պահին գյուղը լուռ էր։ Մարդիկ գնում էին սպանված ամուսինների, Գևորգի եւ Մենուհու հոգեհանգստի արարողությանը։ Շատ լավ ամուսիններ էին, լավ երեխաներ են ունեցել, դաստիարակ է ամուսնացրել աղջիկներին, տղան էլ բանակից նոր էր եկել։ Քննչական կոմիտեից Արմաթ մեդիային հայտնեցին, որ կասկածյալը տվել է խոստովանական ցուցմունք։ Մերի Մնոյան, Վահագն Սաղաթելյան, Արմաթ մեդիա։